մենք ազատագրելու խնդիր ունենք, ոչ թե գրավելու։ Իրանք են մեր հողերը գրավել։ Մենք պետք է ազատագրվենք։ Մեր խնդիրն է ազատ եւ մատուցել ճիշտ կարգով։ Ինչ փող զիջում, մենք զիջելու բան չունենք, արա։ Մենք ովքեր մեզ այդ ամենը կապված է կարգավիճակի։ Դրսի պոռնկա վաստակին բերել են, նշանակել են ձեր գլխին որպես իշխանություն, դուք ընդունում եք այս իշխանության, որը ձեզ իշխում է, որը ձեզ ստրկացնում է, որը ձեզ ոչնչացնում է, որը ձեզ ցեղասպանում է, որը մեր ազգու պետությունը ծախում է։ Ո՞վ է մեղավոր։ Ո՞վ է մեղավոր։ Դու։ Ամբողջ խնդիրը նորից եմ ասում։ Կայանում է նրանում, որ դուք ձեր զգացմունքայնությունը, գիտակցությունը նպատակային ծառայեցնեք, որ մեր հաղթանակներին, մեր ոսկե սերուցքի արյունը զուր տեղը չթափեն, որ այլևս մենք որևիցե պատերազմի չենք կասեցնելու, տեսես ես երկու բառով էլ ասեմ բացատրեմ, մեզ մաշում են, մեր ոսկե սերուցք այսօր վակցինաների միջոցով, այդ պոռնկածինը, այս մասկիկի միջոցով սպանում են 7 տեսակի մենակ վակցինա ներարկում են մեր զինապարտներին, մեր երեխաներին, այս պոռնիկը, այս թուրքի շիվատ բոզի վաստակը։ Եվ դուք ծառայում եք դրան։ Հիմա այսօր նորից եմ ասում դե, մենք իրավունք չունենք կանգնեցնենք, մենք պիտի գնանք մինչև Ատրպատական, Բաքու չէ, արա։ Դա մեր հողերն են, արա։ Մենք չենք գրավելու, նորից եմ ասում, մենք ազատագրելու ենք։ Ռուսը կլնի, Ֆուցենը կլնի, Պուտինը կլնի, Եվրոխորհուրդ, Եվրոմիություն, մենք իրավունք չունենք կանգնել պատերազմ, սա մահու կյանքի պատերազմ է։ Սա պիտի մենք գնանք, որ մենք մեր հաղթանակը տոնենք Ատրպատականում, դրոշը խփենք Բաքուրակերտ մայրաքաղաքով, տեր կանգնենք մեր ունեցածին, Արցախին, Նախիջևանին, Արևմտյան Հայաստանին, Կիլիկիային, Բաթումի ջավախտով վրացին ով է, թուրքը ով է, ադրբեջանցին ով է, հերիք հայերի չորեք թած սրա նրա ոռը լպստենք։ Ոտքի կանգնեք, արա, մենք առյուծ ազգ ենք, արա, առյուծ ազգ ենք, արա, մենք արմեններ ենք, արա, մենք արմենական ծնունդ ենք, արա, տեր կանգնեք, խելքի արեք այսօր, մենք մինչև պիտի վերջ ազատագրենք 480,000 քառակուսի կիլոմետրը, հերիքա, ստրուկի ճորտի ոչխարի տեղ ձեզ մորթեն, վերացնեն, ոչնչացնեն, այլասեռեն պղծեն, ժամանակին մեր սրբությունները Թուրքի ձեռը չընկնելու համար գնում էին իրանց գցում էին, բայց պատի կոկորտները կդրեին, կրծային, արունը խմեին, որ այսօրվա վրա չլնեին։ Մենք մին կանգնելու խնդիր չունենք, ով կանգնեց ազգի թշնամինը, ով կանգնեց պետական դավաճանը, ով կանգնեց չառաջացավ, մենք պիտի գնանք, բայց նորից եմ ասում, այսօր պետք է ամրագրենք Արցախը որպես Հայաստանի վարչատարածքային միավոր, Ատրպատականը որպես Հայաստանի վարչատարածքային միավոր, մեր պահանջատիրությունները Նախիջևանով, Ատրպատականով, բոլորը Արևմտյան Հայաստանով, Կիլիկիայով, նորից եմ ասում, Բաթումի, Ջավախ, Կախալսխա, տեր կանգնեք, արա այսօր մեր լինելու չլինելու խնդիրն է, թե ծովի հնարավորություն ունենան, թե սահմանների ամրագրելով Ամբյուղ, տեսեք այս պոռնիկի վաստակը միտումնավոր փակել էր սահմանները, որ մեր ազգագիցները չգային աջակից չլինեին, որ հաղթանակ չտոնեն։ Այսօր եկել է ժամանակ այս բոլորին սատկացնելու։ Տեր կանգնեք, ոչ միայն կռիվն դեղա, առաջի պատերազմը նաև Հայաստանում պիտի լինի, Երևանում, ազատագրելու մեր ազգին, ճիշտ հասկացեք ինչ եմ ասում, ոչ թե ժողովուրդ, մենք ժողովուրդ չենք, մենք ազգ ենք։
Հերիք է լավ, այդքան բացատրել չի։ Միացեք ազգային ազատագրական պայքարին, ռուս-մուս պատտած ունենանք, հարա, ինչ ռուս, ռուսի տիրու մերն էր, մեկ էլի մյուսի Ամերիկայի, Եվրոպ, մենք ենք մեր բոլոր խնդիրները մենք պիտի լուծենք։ Համաշխարհային պատերազմները մենք ենք հաղթել, ռուս-մուրուսը չի հաղթել։ Գեներալները, ամենամեծ քանակությամբ գեներալները մենք ենք տվել աշխարհին։ Լսում եք արա, տեր կանգնեք ձեր սրբություններին։ Այսօր լինելու չլինելու խնդիրն է, եթե այսօր գիտակցեցիք, մենք վերադառնում ենք մեր արմենական արմատների, մեր սրբությունների, մեր բնորանների տերն ենք կանգնում, պահանջատերն ենք դառնում եւ բոլոր բանակցային պրոցեսները փոխում են։ Մենք ենք պահանջատերը, ոչ թե պոռնոզավակները։ Միացեք ազգային ազատագրական պայքարին։ Այս պոռնոզավակին որևիցե մեկը բանի տեղ չի դնում, որովհետև բոլորն էլ հասկացել է, սա այս գիժվածքը Փաշողլի իր տերերի հետ, Խերժոյի, Ռաուֆի, Քորի, ինչպես նաև դրսի տերերի հետ խաղը կրվել են։ Նրանք չէին սպասում, որ մեր արուզավակները, որ մեր սրբությունները, մեր արմենական արդյունքները Թուրքին առանց զենքի կոչնչացնեն։ Հիմա նորից եմ ասում ձեզ, իսկ դրա համար նաև տեր կանգնելու համար մեր հաղթանակներին պետք է նաև իրավագիտություն ունենալ, նաև պիտի իրավական համակարգերով այդ բոլոր պրոցեսները ամրագրել, որ որևիցե մեկը հանգարցակից շշկռվի գա, ասի գիտես ինչ կա, էսի Թուրքինն է, էսի վրացունն է, էսի պես բան չկա, բոլորը մեր Պարզապես խելացի, իրավագիտորեն, նաև իհարկե մեր երեխաներին, մեր սրբություններին ամեն կերպ աջակցությամբ ու այս պոռնիկները, եթե այսօրվա վրա տեսեք տղաներին տանում են, չեն զինում, պահում են որպես կներեք, պահում են որպես պահեստային զինվորներ, մեզ դա պետք չի, մեզ պետք է առաջ գնալ, մեզ պետք է ազատագրել մեր հողերը, մեր սեփականություններին տեր կանգնել։ Միացեք ազգային ազատագրական պայքարին, այս պոռնիկներին հրապարակավ կախելու, սատկացնելու ժամանակն եկել է, տեր կանգնեք։ Այսօր այսքանը խոսենք, այս քանի օրը հարցեր պիտի լուծվի։ Նորից եմ ասում, մենք կանգնելու բան չունենք եւ չենք կանգնելու, գնալու ենք մինչեւ մեր հողերի ազատագրմանը, ոչ թե գրավմանը, ազատագրմանը։ Ձեր ուղեղների մեջ այդ նստացրեք։ Մենք էլ ժողովուրդ չենք, մենք ազգ ենք։ Ժողովուրդները ադրբեջանցիներն են, ռուսներն են, ուզբեկներն են, թուրքերն են, մնացածներն են, մենք ազգ ենք, եվրոպացիներն են, գերմանացիք, ֆրանսիացիք, դրանք են ժողովուրդ, մենք ենք ազգը, սրանք պիտի մեզ միանան, մենք ենք այդ քաղաքակրթությունները տվել։ Այսքանը, բարի շիրտ ձեզ։